Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սելի ժողովուրդ, այսօր փետրվարի 2-ն է, խոսում է ամենալ հայոց Վարդան Ղուկասյանը։ Ուզում եմ շատ կարճ անդրադառնալ մի երկու թեմաների, որոնց շուրջ չգիտես ինչի հայաստանյան քաղաքական դաշտում կա լռություն, ոչ թե դրա մասին չի խոսում, բացարձակապես։ Բայց это Ռոբիկ, Մոբիկ, Սերժիկ, Մերժիկ, սա խելեն ասել մենք, ջանք պարլամենտ, մենք ուզենք դառնանք վարչապետ։ Բայց ասենք կողից չի ասում, ընկեր պարլամենտական այսպես կոչված ընդդիմություն։ Դուք ձեր պարլամենտով հաղթեցիք Արցախը, տեղահանարեցիք 150,000 հոգու, հանձնեք իրանց, Աղավնո, Բեզոս եւ այլն։ Այսօր նորից ուզում եք վերարտադրվեք, որ ինչ անեք։ Հիմա հարց, այդ նույն պարլամենտում նստածներին, այդ նույն պարլամենտի ընդդիմադիր արբանյակ, այսպես ասած, Թաթոյան, Մաթոյան, ինչքան դեռ, չգիտեմ, կարիկատուրական, Հայկո եւ այլն, որ բոլորը ուզում են դառնալ բանավարչապետ։ Դրանց մի հատ ժողովուրդը հարց չի տալիս, ոչ թե միայն ժողովուրդը, այլ այսպես կոչված ընդդիմադիր լրագրողները, լավ, դուք Լեռնային Ղարաբաղի հարցը համարում եք փակված, թե ոչ։ Հենց նայեք, էլի բոլորը խփում են, մի պատողեք, որ Վարդան Ղուկասյանը քրվում է։ Հիմա Վարդան Ղուկասյանը չի քրվում, հարց եք տալի։ Տեսեք մի հատ լրագրող Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին, Թաթոյանին, մյուսներին սաղին, այդ հարցը տա։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, թե ոչ։ 30 տարի Ադրբեջանը պնդես, ոռահանել, պատերը ճանգռեց, բանակը զինեց, նրանց կաշառեց, միկրով, ամեն ինչով Հայաստանի ղեկավարությանը կաշառեց 15 միլիարդ, 10 միլիարդ, 20 միլիարդ տվեց, պատերազմը սուպի սարքեց, Ղարաբաղը հետ բերեց։ Մենք մի վայրկյանում վեկան 150,000 հոգու, արդենք վերջին թարգի կտեղը ցիկտի եղեք, Ղարաբաղը հանձնում ենք Ադրբեջանին։ Բայց Ղարաբաղը եղել է, մնացել է ու հələ կա ու կմնա, որպես հայկական հող, այդտեղ հայերին ապրել, չէ՞։ Մենք ենք ապրել, այդ հողը մերն ա եղել, մելիքություն, չգիտեմ, 4 տար, 2 տար, գրողուձեր ցավի տար, որ տարից եկած այդ հողը մերն ա։ Ինչ է սենց խլու հնազատ եկալակ տղեկ։ Հիշում եք, ես թողեցի ցայնային հաղորդակցություն, որ այդքան թրքասեր, 1000 հոգի թրքասեր մարդ մտնի եթերասի իմ տան վրա դերում գրացում են ադրբեջանցիների, նամանավանդ են երկար էշեն մկոտ, որ ասում են 2 մետր հողի համար կրիտ տեղեք են, բանը կլոն անասունը։ Մեկը չել ասե, ոչ մի հայ չել ասի, ես պատրաստ եմ իմ տան վրա 2 մետր քառակուսու վրա բերեմ գրացեմ ադրբեջանցու։ Բայց դուք ձեր տան վրա չեք բերում գրացեք ադրբեջանցու, դուք ձեր հողի վրա ադրբեջանցու չեք գրացում։